մենք շատ հետաքրքիր նախարարություն ենք ունենալու։ Առաջ երթին սկսվելու է մշակույթի, սպյուրքի և տուրիզմի նախարարություն։ Բացատրեմ ինչի համար ենք դա անում։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բոլոր մշակութային օբյեկտները։ Հիմա բոլորը սուբսիդավորվում են, մենք դարձնելու ենք լավ փող աշխատող հիմնարկներ։ Մենք ամբողջ աշխարհին հիշեցնելու ենք, որ քրիստոնյա աշխարհի կենտրոնը Հայաստանն է։ Բացարձակ պետական քաղաքականություն չի տարվել, որպեսզի մենք դրանից կարողանանք օգտվենք։ Դուք տեսնում եք Սաուդյան Արաբիան իրենց երկիրը սարքել է ամբողջ մուսուլմանների կենտրոնը։ Առաջի հերթին, որպեսզի մենք չկորցնենք մեր մշակույթի մեջ աշխատող մարդկանց, եթե մեր ծրագիրը նայել եք, մանկավարժներին և մշակույթի աշխատող մարդկանց աշխատավարձերը խոստացել ենք 5 տարում 150%-ով բարձրացնել։ Ու դա անելու ենք ոչ թե 5-րդ տարին, համամասնորեն ամեն տարի բարձրացնելու ենք մինչև չդառնա 150%։ Իսկ եթե մենք կարողացանք այդ ժամանակահատվածում անենք ինչը որ պլանավորել ենք, դա ավտոմատ շատ անգամներ է բարձրանալու։ Մենք մեր մշակույթը պետք է բարձրացնենք, որովհետև սրանք ոչնչացրել են մեր էլիտային։ Դուք տեսնում եք, այսքան խնդիրներ ունի երկիրը։ Մեր մշակույթի գործիչները վախեցած, ես վստահ եմ, որ բոլորն են դեմ սրանց, բայց մի հատ ձայն հանող չկա։ Բայց մշակույթի աշխատողները առաջին շարքերում միշտ պետք է լինեն։ Ընդդիմադիր առաջի շարքերում ցանկացած իշխանության, եթե մենք էլ վաղը վատ բան կանենք, առաջին շարքերում պետք է լինեն ուսուցիչները, մշակույթի այսինքն երկրի էլիտան։ Դրա համար մենք ասում ենք, մենք հաղթելու ենք վախը։ Մենք փոփոխություն ենք բերելու։ Մենք համախմբելու ենք մեր ժողովրդին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։